Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր մայիսի 18-ն է, երկուշաբթի։ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 18-ի հերթական նիստում քննարկել է Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտնել է, որ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այն սահմանելով 6,5%։ 2026 թվականի առաջին ամիսներին 12 ամսյա գնաճը արագացել է, փետրվարին կազմելով 4,3%։ Այդ ընթացքում 12 ամսյա բնականում գնաճը ավելացել է, կազմելով 4,77%։ Նշվել է, որ 2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա թուլացման ռիսկերը էականորեն ավելացել են։ Հաղորդումը ներկայացնելուց հետո Կենտրոնական բանկի նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին, մասնավորապես ինչով է պայմանավորված դրամի արժևորումը։ Դրամի արժևորման հիմքում ընկած է ֆինանսական հոսքերի ավելացումը դեպի Հայաստան։ Մենք շարունակում ենք միջամտել շուկային, բայց այնուամենայնիվ տեսնում ենք, որ հոսքերը այնքան են մեծացել, որ որոշակի ազդեցություն փոխարժեքի վրա ունեն։ Ու մենք չենք մենակ, նաև Ռուսաստանում փոխարժեքը արժևորվում, եվրոն էս վերջերս արժևորվում, այսինքն ԱՄՆ դոլարի նկատմամբ նոմինալ արտահայտությամբ մենք ունենք փոխարժեքի որոշակի նվազում, բայց օրինակ ռուսական ռուբլու նկատմամբ ոնց որ թե մեր փոխարժեքը ավելի կայուն վարկագիծ է դրսևորում ու ռեալ էֆեկտիվ տոկոսադրույքի տեսանկյունից արժևորումը այդքան մեծ չի։ Կենտրոնական բանկի նախագահին նաև հարցրել են, թե Իրано-ամերիկյան կոնֆլիկտը և տարածաշրջանում լարվածության աճը կարող են ազդեցություն ունենալ վերաֆինանսավորման տոկոսի վրա։ Շատ դժվար է կանխատեսել զարգացումները ուր մեզ կտանեն։ Մի բան ակնհայտ է, որ Իրան, Ամերիկայի Միացյալ Նահանգները հակամարտության ներքո Հորմուզի նեղուցի փակ լինելը, եթե նույնիսկ այսօր ավարտվի, իր ազդեցությունը դեռևս որոշակի ժամանակ շարունակվելու է, ու մենք դրա ազդեցությունը առաջարկի տեսանկյունից ունենալու ենք, այսինքն լինելու են որոշակի ապրանքներ, հիմնականում էներգակիրները, որոնց գները գնալու է վերև։ Մարտին Գալստյանը նաև նշել է, որ Կենտրոնական բանկի խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Ինչ կարող է անել ընտրության իրավունք ունեցող քաղաքացին, եթե այդ օրը չի կարողանալու գտնվել իր հաշվառման վայրում, հարցին անդրադարձել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։ Ես ցանկանում եմ փոխել իմ տեղամասային կենտրոնը, որպեսզի կարողանամ քվեարկության օրը քվեարկել, քանի որ քվեարկության օրը ես գտնվելու եմ Երևան քաղաքում, իսկ իմ հաշվառման վայրը Վայոց ձորի մարզում է։ Ինչ եմ անում դրա համար։ Մտնում եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք։ Այնտեղ ընտրում եմ ազգային ժողովի ընտրություններ բաժինը։ Գտնում եմ էլեկտրոնային ձևաթղթեր բաժինը եւ գտնում եմ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակի ձևաթուղթը։ Ներբեռնում եմ ձևաթուղթը։ Ձևաթուղթը ներբեռնելուց հետո լրացնում եմ իմ ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձահաստատող փաստաթղթի տվյալները, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ թե ոչ, լրացնում եմ իմ հաշվառման վայրի հասցեն, որովհետև նշում եմ, որ ես ունեմ հաշվառում, եւ դրանից հետո ընդհանրապես նշում եմ, որ հաշվառում ունեցող ընտրող եմ եւ ցանկանում եմ փոխել իմ տեղամասային կենտրոնը։ Եվ ընդհանրապես լրացնում եմ այնուհետև, թե որ տեղամասում եմ ցանկանում քվեարկել։ Դիցուք 9 կոտորակ 48։ Մնում է ինձ միայն գրել անուն ազգանունը ներքևում որպես դիմորդ։ Դիմում պատրաստ է։ Ինչ եմ անում այժմ։ Մտնում եմ իր request հարթակ, նույնականանում եմ իմ mobile ID-ով։ Այնուհետև սեղմում եմ ուղարկել դիմումը, ընտրում եմ դիմումը, ընտրում եմ անհատը, ընտրում եմ էլ post-ի միջոցով ծանոթացնելու տարբերակը եւ ընտրում եմ այն մարմինը, որ ուղարկում եմ ես դիմումը։ Միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն։ Առաջի տառերը MIG գրում եմ եւ միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն տողը բերում եմ, ընտրում եմ։ Դիմի մեջ ընդհանրապես լրացնում եմ։ Խնդրում եմ կից ընդունել իմ դիմումը ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ գցել ֆայլը։ Գցում եմ այն ֆայլը, որը արդեն լրացրել եմ,
Word տարբերակով ֆայլը առանձին ստորագրելու կարիք չկա։ Գցելուց հետո ֆայլը գնում եմ առաջ, հաստատել էլեկտրոնային ստորագրությամբ տարբերակն եմ ընտրում, նորից հավաքում եմ իմ հեռախոսի համարը, որպեսզի նորից նույնականանա, ընդունում եմ նույնականացումը, mobile ID-ով, ներբեռնել, այսքան է պարզ։ Պետական եկամուտների կոմիտեն կանխել է թմրամիջոցի խոշոր խմբաքանակի 28 կիլոգրամ հաշիշի տարանցումը Հայաստանի տարածքով։ Մանրամասները մեր գործընկերների տեսանյութում։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական պայքարը։ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով թմրամիջոցների մաքսանենգության, ինչպես նաև Հայաստանի տարածքը որպես թմրամիջոցների տարանցիկ երթուղի օգտագործող հանցավոր խմբավորումների բացահայտման ուղղությամբ։ Օրերս Ագարակ սահմանային անցման կետ է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի ՋՇ-ի կողմից չհագործվող բեռնատար տրանսպորտային միջոցը։ Ըստ ներկայացված բեռնափոխադրման փաստաթղթերի, մեքենան պետք է տեղափոխեր շինարարական սալիկներ, իսկ բեռի վերջնական նշանակման վայրը եղել է Վրաստանը։ Հայաստանի Հանրապետությունը տվյալ երթուղում օգտագործվելու էր որպես տարանցիկ գոտի։ Վաքսային հսկողության շրջանակում բեռնատարը ենթարկվել է ռենտգեն զննության։ Նախնական ստուգման ընթացքում կասկածելի պատկերներ կամ թաքցված բեռի առկայություն չի արձանագրվել, որից հետո վաքսային հսկողությունը շարունակվել է շնագիտական բաժնի վարժեցված շան միջոցով։ Բեռնատարի զննության նպատակով ներգրավել են մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն բաժնի աշխատակիցը եւ մասնագիտացված ծառողական շունը։ Արդյունքում ծառողական շունը կցորդի աջ եւ ձախ հատվածում ցուցաբերեց թմրանյութի հայտնաբերման վարկագիծ։ Որոշում կայացվեց բեռնատար ավտոմեքենան տեղափոխել հարավային տերմինալ մանրակրկիտ զննման նպատակով։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ պետական սահմանի անցման կետերում մաքսային հսկողություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցները կիրառելով հատուկ տեխնիկական միջոցներ ապամոնտաժել են կցորդի մետաղական հատվածները։ Արդյունքում հայտնաբերվել են հատուկ պատրաստված եւ զոդված գաղտնարաններ, որոնցում թաքցված է եղել շուրջ 28 կիլոգրամ ընդհանուր քաշով 111 հատ առանձին փաթեթներով հաշիշ տեսակի թմրամիջոց։ Թմրամիջոցների մաքսանենգություն իրականացնելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով Իրանի Հանրապետության քաղաքացին ձերբակալվել եւ տեղափոխվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Հարուցվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն, դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաեւ հնարավոր հանցավոր կապերն ու կազմակերպիչներին բարձելու նպատակով։ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ թմրամիջոցների ապօրինի տեղափոխման եւ շրջանառության դրսևորումներից, պահպանելով օրենքի պահանջները եւ նպաստելով հանրային անվտանգության ապահովմանը։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը նախապատրաստվում են արդեն հաջորդ շաբաթ Իրանի դեմ պատերազմը վերսկսելուն, գրել է The New York Times-ը, վկայակոչելով ամերիկյան եւ մերձավոր արևելյան պաշտոնյաների շրջանում իր աղբյուրները։ Ըստ պարբերականի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի օգնականները պատրաստել են նոր հարվածների պլան։ Միջազգային այս եւ այլ նորություններ տեսանյութում։ Չինաստանից վերադառնալիս Թրամփը հայտարարել է, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել Իրանում պատերազմը վերսկսելու կապակցությամբ, սակայն լրագրողներին ասել է, որ դժգոհ է հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի առաջարկից, կամ նրանք գործարք կկնքեն, կամ կջախջախվեն, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Արձագանքելով Թրամփին, Թեհրանը հայտարարել է, որ պատրաստ է պատասխանել ցանկացած ագրեսիայի։ Իրանը պատրաստ է բոլոր տարբերակներին, ասել է երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆը։ New York Times-ի տվյալներով այժմ միջնորդները ջանում են փոխըմբռնման հասնել, որը թույլ կտար բացել Հորմուզի նեղուցը եւ խուսափել նոր էսկալացիայից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանգստյան օրերին խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության հարցերով իր թիմի հետ Իրանի նկատմամբ Վաշինգտոնի հնարավոր գործողությունների վերաբերյալ, հայտնել է CNN-ը։ Հանդիպմանը ներկային եղել նաև նախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ամերիկյան վարչակազմի ղեկավարի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Նշվում է, որ Սպիտակ տան ղեկավարը այս շաբաթվա ընթացքում նորից հանդիպում կանցկացնի ազգային անվտանգության թիմի հետ։ Եթե Թրամփը որոշում կայացնի վերսկսել ռազմական գործողություններն Իսլամական Հանրապետության դեմ, ապա Պենտագոնը մի քանի ծրագիր ունի հարվածներ հասցնելու վերաբերյալ։ Թիրախների ցանկում էներգետիկայի եւ ենթակառուցվածքների օբյեկտներն են, ինչպես նաեւ հնարավոր ցամաքային գործողությունը հատուկ նշանակության զորքերի մասնակցությամբ ստորգետնյա միջուկային օբյեկտներում հարստացված ուրան փնտրելու համար։ Այդպիսի գործողության համար ըստ New York Times-ի հազարավոր զինծառայողներ կպահանջվեն։
Իրանը կոչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբազաները Պարսից ծոցի հարավային մասում։ Այս մասին հայտարարել է Իրանի Խաթամ ալ-Անիբար ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի մամուլի քարտուղար գնդապետ Էբրահիմ Զոլֆագարին, հայտնել է Fox News-ը։ Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանի ռազմածովային ուժերը թույլ չեն տվել ոչ մի նավի անցնել Հորմուզի նեղուցով։ Զոլֆագարին նշել է, որ Իրանը մտադիր է սահմանել նոր կարգեր։ ԱՄՆ-ի ու Իսրայելի հակամարտությունն Իրանի հետ այս պահի դրությամբ համաշխարհային բիզնեսին առնվազն $25 միլիարդ է արժեցել, եւ վնասի չափը շարունակում է աճել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը հղում անելով ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Ասիայի բորսաներում ներկայացված ընկերությունների կորպորատիվ տեղեկատվության վերլուծության արդյունքներին։ Առնվազն 279 ընկերություն իրանական հակամարտությունն անվանել է արտակարգ միջոցներ ձեռնարկելու պատճառ, ներառյալ գների բարձրացումը եւ արտադրության կրճատումը։ Մյուսները կասեցրել են դիվիդենդների վճարումը կամ բաժնետոմսերի հետ գնումը, աշխատակիցներին ուղարկել են չվճարվող արձակուրդ, ներդրել են վառելիքի հավելավճարներ կամ դիմել են պետական օգնությանը։ Գործակալության ուսումնասիրության մեջ ներառված ամեն 5-րդ ընկերությունը կոսմետիկա արտադրողներից մինչև կրուիզային օպերատորներ ու ավիաընկերություններ հայտարարել է զինված հակամարտության պատճառով կրած ուղղակի ֆինանսական կորուստների մասին։ Ծախսերի ամենամեծ բաժինը քանակական արտահայտության բաժին է ընկնում ավիաընկերություններին, քանի որ ավիավառելիքի գները կրկնապատկվել են։ Դա կազմում է գրեթե $15 միլիարդ։ Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական հակամարտությանը, շարունակվում են ակտիվ փոխադարձ հարվածները։ Մոսկվայի իշխանությունները հայտնել են, որ Մոսկվայի մարզը տուժել է վերջին 1 տարվա ընթացքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ամենազանգվածային հարձակումից։ Ըստ հաղորդագրության, ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանին։ Հարձակման հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 17 մարդ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գիշերային հարձակումը անվանել է արդարացի պատասխան Ուկրաինայի, այդ թվում Կիևի ուղղությամբ իրականացված ռուսական վերջին հարվածներից հետո։ Ռուսական ՀՕՊ-ը 3 ժամը 21:00-ից մինչև այսօր առավոտյան ժամը 7-ը Մոսկվայի, Կուբանի, Տուլայի եւ Ռոստովի մարզերում, նաեւ Ղրիմում խոցել են ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Եվրամիությունում հայտարարել են, որ Եվրոպական դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը հակառուսական դիրքորոշման պատճառով չի կարողանա հանդես գալ որպես բանակցող ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացում։ Այս մասին հայտնել է եվրոպական պոլիտիկո պարբերականը հղում անելով աղբյուրներին։ Ցավոք նա ինքն իրեն ջնջել է բանակցողների ցուցակից, հայտարարել է Եվրամիության անանուն դիվանագետը։ Պարբերականը բերում է նաև այն քաղաքական գործիչների ցուցակը, ովքեր կարող են ներկայացնել համայնքը ապագա բանակցություններում։ Մասնավորապես նշվում են Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի, Ֆինլանդիայի նախագահի եւ Եվրոպական կենտրոնական բանկի նախկին ղեկավարի ու Իտալիայի նախկին վարչապետի անունները։ Պոլիտիկոյի այլ աղբյուրներ պնդում են, որ որպես միջնորդ կարող են հանդես գալ Նորվեգիայի արտգործնախարարը կամ Հնդկաստանի արտգործնախարարը։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Շրյոդերի թեկնածությունը նախընտրելի է հնարավոր բանակցությունների համար։ Ավելի ուշ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Կալասի շահերից է բխում բանացող չլինելը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եւ Ուգանդայում Էբոլայի բռնկումը հայտարարել է միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ։ Այն բանից հետո, երբ հիվանդության հետևանքով 80 մահվան դեպք է արձանագրվել։ ԱՀԿ-ն հայտարարել է, որ վիրուսի պատճառով բռնկումը չի համապատասխանում համավարակի արտակարգ իրավիճակի չափանիշներին, սակայն կա բարձր ռիսկ, որ հիվանդությունը կարող է տարածվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության սահմանակից երկրներում։ Այսօր առավոտյան Չինաստանի հարավ-արևմտյան Գուանսի շրջանում տեղի ունեցած 5.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով 2 մարդ զոհվել է, ավելի քան 7000 մարդ ստիպված է եղել տարհանվել։ Որոնողական փրկարարական աշխատանքները շարունակվում են, ըստ պետական հեռուստատեսության 13 շենք փլուզվել է։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Աշխարհի տարբեր երկրների մի խումբ իրավապաշտպաններ Արցախի նախկին պետնախարար Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026-ի մրցանակի։ Առաջադրման հիմքում Ռուբեն Վարդանյանի նշանակալի ներդրումն է մարդու իրավունքների պաշտպանության գործում, որն իրականացվում է Ավրորա մարդասիրական նախաձեռնության միջոցով։ Իրավապաշտպանները հավատացած են, որ այս մրցանակը արժանի գնահատական կլինի Ռուբեն Վարդանյանի
բացառիկ ջանքերին, ինչպես նաև կարևոր քայլ կդառնա նրա եւ Բաքվում պահվող մյուս հայ բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ, նշվում է տարածված հայտարարությունում։ Մրցանակը հիմնադրվել է եւ շնորհվում է 2013 թվականից, նպատակ ունենալով գնահատել անհատների եւ կազմակերպությունների բացառիկ գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է։ Մշակութային ժառանգության պահպանման, երկխոսության, կրթության հետաքրքիր միջավայրում օրվան նվիրված միջոցառումները շարունակվում են մայիսի 16-ից ամենամյա թանգարանային գիշերով, այցելուներին ընդունելով բացառապես անվճար։ Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը։ Սա է այս տարվա թանգարանների օրվան նվիրված համաեվրոպական կարգախոսը։ Թանգարանները յուրատեսակ տարածքներ են, որտեղ սովորական թվացող նամակները, հուշերը, արվեստի գործերն ու մարդկային պատմությունները շարունակում են ապրել եւ նորից խոսել մարդկանց հետ, միավորել ու կապել երբեմնի մասնատված աշխարհները։ Հիշողությունն ու թանգարանային վավերագրությունը որպես կապող կամուրջ Գորիսից Գյումրի յուրահատուկ ցուցադրությամբ ներկայացվեց Ասլամազյան քույրերի պատկերասրահում։ Այստեղ բաժանված ժամանակը միավորված հիշողությամբ պատմում էր հայ նշանավոր արձակագիր Աքսել Բակունցի եւ գյումրեցի նկարչուհի Մարիամ Ասլամազյանի միջև եղած ստեղծագործական ու մտերմիկ կապի, մինչև այժմ քիչ ուսումնասիրված էջերի մասին։ Ասլամազյանի համար Բակունցի հետ բարեկամությունը չի եղել ուղակի ամառային մի էպիզոդ, ուղակի, որ նա եղել է քրոջ հետ եղել է Գորիսում վրձնելու Զանգեզուրի բնաշխարհը եւ 10 օր բնակվել է Բակունցի տանը։ Բակունցի տանը բնակվելը եւ տան առօրյայի մի մասը դառնալը, ամառային այդ եղեց երեկոները միասին վայելելը, սամովարի, աղմուկի շուրջ, թեյի, վարդի թեյի, այսպես բույրով լցված երեկոները միասին վայելելը խոսում է մտերմության մասին։ Առաջին անգամ ցուցադրվեցին Աքսել Բակունցի տուն թանգարանի արխիվում պահվող Մարիամ Ասլամազյանի ինքնագիր նամակը Բակունցի եղբորը Գրիշային։ Վահան եւ Գրիշա Բակունցների հուշագրական վկայությունները, ինչպես նաև ազդագրեր ու բուկլետներ։ Մարիամի եւ Բակունցների միջև եղած մտերմիկ կապը չի ընդհատվել անգամ գրողի գնդակահարությունից հետո։ Պատմության կամուրջները պետք է չկորցնել պատմության հետ։ Պատմական հիշողությունը պետք է պահպանել, որտեղ պատմական հիշողությունն է, որ մեզ մարդ է պահում եւ մեզ որպես այդպիսին ձևավորում է որպես էություն, որպես տեսակ։ Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Աքսել Բակունցը Մոր հետ կտավի 2D անիմացիոն ցուցադրությունը, որը ստեղծվել էր գրողի 125-ամյակի առթիվ։ 1970-ականներին ստեղծված կտավը պահվում է Աքսել Բակունցի տուն թանգարանում, որպես Մարիամ Ասլամազյանից նվեր, Աքսելի պայծառ հիշատակին մակագրությամբ։ Իրականում այն կտավը, որը ցուցադրվում է այսօր Ասլամազյան պատկերասրահում, գոյություն չունեցող նկարի հիման վրա է արվել, Մոր կողքին նստած է եղել Վահան Բակունցը եւ ոչ թե Աքսել Բակունցը, որտեղ ցավոք Աքսելի կենթանության օրոք Մարիամը նրան չի հասրել բնականաբար վրձնել եւ մենք ունենք հիշողությամբ, ջերմությամբ, երիտասարդության հիշողությունների ջերմությամբ արված մի հրաշալի կտավ, որը նկարչու կողմից նվիրաբերվել է Բակունցի տուն թանգարանի։ Դեմքերի, դեպքերի, կյանքի ու բնության զգացողությունների ու հարաբերությունների մասին միայն նամակները չէ, որ կարող են պատմել։ Ինքնատիպ աշխարհընկալմամբ ու առանձնահատուկ գեղարվեստական ձեռագրով աչքի ընկավ քաղաքի որդի, արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադայի անհատական ցուցադրությունը Կումայրի արգելոց թանգարանում։ Նկարելիս շատ չեմ մտածում, զգացմունքներով եմ աշխատում եւ հիմա էլ որ ներկայացրել եմ այս գործերը, հույս ունեմ որ մարդիկ կզգան այդ իմ ներքին շնչառությունը, այդ իմ ռիթմը։ Ալագյազի ու Մանթաշի հովերով արբեցած Գյումրիի օր ու զորով ապրած վարպետի անվերջ վերադարձներ սա հայրենի քաղաք։ Ներկայացված 83 կտավներն ու բանաստեղծական ժողովածուները ձայնում են այն մասին, որ Սամվել Սևադան տարածության ու ժամանակի ձևի ու բանաձևի վարպետ է։ Ես միշտ զարմացել եմ այն նկարիչների վրա, որոնք որ միատեսակ են նկարում ամբողջ կյանքում, ասենք 20 տարեկանում էլ նույն ձևի նկարել, 80 տարեկանում էլ նույն ձևի է նկարում, ոնց որ մեծ կտավի վրա նկարես ու կտրտես մանրամասերի, կպցնես, այդպես իմ մոտ հակառակն է, ես անընդհատ փնտրտուքների մեջ եմ, թե ոճերի իմաստով, թե կատարման իմաստով, թե գույների, թե թեմաների։ Սիրուն վարգարուն է, ծաղիկները արտանում են, սիրո ճամփան ինձ տանում է, ինձ տանում է։
Մշակույթն ու արվեստը գնահատողների համար թանգարանային գիշերը հարուստ ու բազմաբովանդակ էր, երկու պարով, ցուցադրություններով ու կրթական ծրագրերով։ Հովհաննես Շիրազի հուշատուն թանգարանում բիբլիական պոեմի ֆրանսերեն թարգմանության ներկայացումն ու կրթական էքսկուրսիան ուղեկցվում էր համեղ ընդմիջմամբ, չիր ու չարազով, զուգահեռ այցելուներին ներկայացնելով փաստեր, սովորություններ ու խորհրդանիշեր։ Մենք այս անգամ որոշեցինք չրեղենով եւ չարազով հյուրասիրություն, ցուցադրություն, հյուրասիրություն եւ դասախոսություն կազմակերպել եւ դասախոսության մեջ հատկապես շեշտը դնել հայկական մշակույթում չրի առաջին օգտագործումից սկսած, քսենոֆոնի հիշատակություններից սկսած, մինչեւ բերել հասցնելով մեր օրերը եւ զուգահեռներ տանել հայերի, հայ արտադրողների, չրագործների վերապատրաստումները, ցուցահանդեսներով մասնակցությունները արտերկրում։ Պատմական անի մայրաքաղաքով VR շրջայց, պատանի ու մանուկ աշակերտների ասմունք, երկու պար, ինչպես նաև մանկության հիշողություններին վերադառնալու հնարավորություն էր ստեղծված Ավետիք Իսահակյանի տուն թանգարանում։ Մոռացված խաղերն են այսօր մեզ մոտ, այդ բագային խաղերը, որոնք մեր ժամանակաշրջանի, մեր տատիկ պապիկների ժամանակաշրջանի խաղերն են, շատերը մոռացել են, չգիտեն այդ խաղերը, ուզում ենք, որպեսզի դրանք տարածում գտնեն, նորից կարողանան մուտք գործել մեր կենցաղ։ Աշխարհը բաժանված է սահմաններով, սովորություններով, ավանդույթներով ու կենցաղով, բայց մշակույթի ուժը կարողանում է միավորել ժողովուրդներին, սերունդներին ու ժամանակները։ Հասմիկ Թումասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։ ԱԿԳ դեղատների ցանցը իր մասնաճյուղն է բացել Գյումրիում, այն 20-րդն է հանրապետությունում գործող մասնաճյուղների շարքում։ Գյումրիում Ռիշկովի 5 կոտորակ 2 հասցեում ներկայացված են դեղորայքի եւ խնամքի միջոցների համաշխարհային ապրանքանիշները, որոնց ներկրողն է հանդիսանում ԱԿԳ դեղատների ցանցը, որն ավելին է, քան դեղատունը։ Կարևոր օր է ԱԿԳ դեղատան համար, քանի որ առաջին անգամ իր դռներ է բացում Սիրո քաղաքում, Գյումրիում, եւ համ գյումրեցիներին եմ շնորհավորում, համ բնականաբար մեզ, բայց նաև ուզում եմ նշել, որ մեր համար, մեր ընկերության համար դա արդեն թվով 20-րդ մասնաճյուղն է։ ԱԿԳ առողջ կյանքի գրավական դեղատների ցանցի նոր մասնաճյուղը Ռիշկովի 5 կոտորակ 2 հասցեում ներկայանում է բացառիկ ու գրավիչ առաջարկների ցանկով։ Այն ավելին է, քան դեղատունը։ ԱԿԳ դեղատների ցանց այցելում են ոչ միայն դեղորայք ձեռք բերելու համար։ Այստեղ առաջարկում են մաշկի ու մազերի խնամքի որակյալ սերտիֆիկացված միջոցներ, մանկական խնամքի պարագաներ եւ աքսեսուարներ համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշներից, որոնք ներմուծում է ԱԿԳ դեղատների ցանցը։ ԱԿԳ դեղատների ցանցը ի սկզբանե ունեցել է այնպիսի գաղափար, առաջարկի հայ սպառողին այնպիսի ապրանքանիշեր, այնպիսի պրոդուկտներ, որոնք մինչև այդ չեն եղել Հայաստանում, եւ մարդիկ ստիպված են գնային այլ երկիրներ եւ այնտեղից գնումներ կատարեին։ ԱԿԳ դեղատների ցանցը միջազգային առաջատար ընկերությունների եւ մի շարք եվրոպական ապրանքանիշների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Այստեղ ներկայացված են բրիտանական, ֆրանսիական եւ այլ հանրահայտ եվրոպական բրենդները։ ԱԿԳ դեղատանը ներկայացված են այնպիսի համաշխարհային բրենդները, ինչպիսին են The Body Shop, Nux, Lierac, Uriage, Eucerin եւ այլ համաշխարհային բրենդները։ Ու ամենակարևորը մեր մոտ հաճախորդները կգտնեն միմիայն որակյալ, բարձրորակ, դեղորայք, խնամքի միջոցներ, մանկական պարագաներ։ Բոլորը օրիգինալ են բնականաբար, սերտիֆիկացված եւ շատ բարձր որակի։ Դեղատների ցանցը հիմնադրվել է 2018 թվականին, սկզբում գործել է միայն Երևանում ներկայացել մասնաճյուղերով։ Իսկ Երևանից դուրս ԱԿԳ դեղատների ցանցն իր առաջին մասնաճյուղը բացել է Աբովյանում եւ այժմ նաեւ Գյումրիում։ Ցանցի ընդլայնումը կշարունակվի նաեւ այլ քաղաքներում։ Մենք հավատում ենք, որ առողջ մարդը դա երջանիկ մարդն է, իսկ երջանիկ մարդը դա առողջ մարդն է։ Հետևաբար առողջությունը իսկապես կյանքի գրավականն է։ Ավելին, քան դեղատուն, այս գնահատականն ու կարգախոսն իրենց գործունեության հիմնական ուղեկիցն է։ ԱԿԳ դեղատների ցանցը փոքրիկների առողջության հարցում առավել հետևողական ու խստապահանջ է։ Առաջարկում է մանկական սննդի, վիտամինների, խնամքի պարագաների բարձրակարգ եւ միայն սերտիֆիկացված տեսականի, առողջարար ու անհրաժեշտ ընտանիքի բոլոր անդամների համար։ Քանի որ ԱԿԳ դեղատների ցանցում հաճախորդները կարողանում են գտնել ոչ միայն իրանց համար նախատեսված խնամքի միջոցներ եւ պարագաներ, այլ նաեւ կարող են գտնել նվերներ ընտանիքի եւ ընկերների համար, որակյալ մանկական սնունդ, դեղորայք
Դրանով ապացուցում է, որ ԱԿԳ-ն իսկապես ավելին, քան դեղատուն է։ ԱԿԳ դեղատների ցանցում սահմանած բոլոր ստանդարտները խստությամբ պահպանում են։ Սա կարևոր է սպառողի համար վստահության երաշխիք նաև, որի արդյունքում ցանցը համարվում է ոլորտում լավագույններից։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծաթուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսն այսպիսին էր, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։